Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաեւ իրանական պատասխան հարվածները շարունակվում են արդեն 6 օր։ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, պայթյուններ են լսվել Երուսաղեմում, Թել Ավիվում աշխատել է ՀՕՊ համակարգը։ Պայթյուններ են գրանցվել նաեւ Թեհրանի բնակելի հատվածներում, ինչպես նաեւ Իրանի արևմտյան Քուրդիստանի նահանգում։ Ընդհանուր առմամբ Իրանում վերջին օրերին թիրախավորվել է ավելի քան 170 բնակավայր։ Բացի ռազմական ենթակառուցվածքից թիրախավորվել են բնակելի թաղամասեր, վնասվել են նաեւ Կարմիր մահիկի գրասենյակներ, բժշկական եւ դեղագործական կենտրոններ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերին եւ տարածաշրջանային գործընկերներին հակազդելու Իրանի կարողություններն արագորեն նվազում են։ Ջերալդ Ֆորդ ավիակիրը միջերկրական ծովից շուրջօրյա ռեժիմով շարունակում է աջակցել ռազմական գործողություններին։ Մեկ այլ ամերիկյան ավիակիր խումբ էլ գտնվում է Մերձավոր Արևելքում։ Բացի Իրանից եւ Իսրայելից հակամարտությունն ընդգրկել է 14 երկիր, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ տարածաշրջանից դուրս։ Կատարը եւ Բահրեյնը հայտնել են իրենց ուղղությամբ նոր հարվածների մասին։ Ընդհանուր առմամբ Իրանում զոհերի թիվը հասել է 1230-ի, Լիբանանում զոհվել է 70-ից ավելի մարդ, Իսրայելում 10, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում, Իրաքում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է 25-ի։ Զոհվել է նաև ամերիկացի 6 զինծառայող։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Իրանին, որպեսզի տարածաշրջանում պառակտում ստեղծեն։ Սա պատերազմ չէ միայն Իրանի դեմ, սա պատերազմ է ամբողջ տարածաշրջանի ապագայի դեմ։ Նրանք ցանկանում են պառակտում սերմանել հարևանների միջև։ Բաղային նաև նշել է, որ Մինաբ քաղաքում օրյորթած դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 160 երեխա, միտումնավոր է եղել։ Լիովին պարզ է, որ դա դիտավորյալ էր։ Դրա նպատակն էր զբաղեցնել մեր զինված ուժերին որոնողափրկարարական աշխատանքներով, որպեսզի նրանք կարողանան հարմարավետորեն հարվածել ռազմական թիրախներին։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել էր, որ դպրոցի թիրախավորման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իր հերթին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հետաքննում է այս միջադեպը։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ֆոնին ուժեղացվում է նաև Կիպրոսի պաշտպանությունը։ Օրերս Կիպրոսի բրիտանական ավիաբազայի թիրախավորումից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է կղզի։ Բրիտանիան Կիպրոսում տեղակայել է Դրեգոն հակաօդային պաշտպանության կործանիչ նավ։ Իտալիան միանալով Իսպանիային, Ֆրանսիային, Հունաստանին եւ Նիդերլանդներին առաջիկա օրերին ռազմածովային միջոցներ կուղարկի Կիպրոսը պաշտպանելու համար։ Բացի այդ, Իտալիան հակաօդային պաշտպանության միջոցներ կուղարկի նաև Պարսից ծոցի երկրներ։ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ կատար է ուղարկում լրացուցիչ 4 թայֆուն կործանիչ։ Ֆրանսիան էլ հայտնել է, որ Միացյալ Նահանգների թույլ կտա ժամանակավորապես օգտագործել Մերձավոր Արևելքում իր ռազմակայանները։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Իրանի հարվածները, նշելով, որ Ֆրանսիան հանձնառու է Մերձավոր Արևելքում կայունությանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել ագրեսիան Մերձավոր Արևելքում։ Նա շեշտել է, որ Իրանի իրավունքները եւս պետք է հարգվեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Հորդանանի, Բահրեյնի եւ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների հետ եւ օգնություն առաջարկել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցում։ Նրա խոսքով Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում Կիևն այս ուղղությամբ արդեն մեծ փորձ է կուտակել։ Քննարկվում է տարածաշրջան ուկրաինացի մասնագետների ուղարկման հարցը։ Միևնույն ժամանակ շարունակում է փակ մնալ Հորմուզի նեղուցը, որով աշխարհը Պարսից ծոցի երկրներից ստանում է նավթի եւ հեղուկ գազի ամբողջ ծավալի 20%-ը։ Նեղուցի փակման եւ Կատարում հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցման պատճառով Եվրամիությունում բնական գազի գինը վերջին 2 օրում աճել է 60%-ով, բարձրացել է նաև նավթի գինը։ Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի դեմ մարտական գործողությունների ավարտը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։